Չինաստանն ու ԱՄՆ-ն ուղղակի բախման շեմին են ամերիկյան պատժամիջոցների տակ գտնվող չինական ոչ մեծ տանկերը ճեղքել է ամերիկյան ռազմանավերի շրջափակումը եւ դուրս եկել Հորմուզից։ Սա ուղիղ մարտահրավեր էր ԱՄՆ-ին եւ ուղիղ մեսիջ, որ հերթական միջուկային գերտերություն Չինաստանը արդեն ուղղակի է ներգրավվում Մերձավոր Արևելքյան զարգացումներին։ Ավելի վաղ Չինաստանը բավարարվում էր կոշտ հայտարարություններով, սակայն Թրամփի գործողությունները ստիպում են Պեկինին դուրս գալ ստվերից։ ԱՄՆ-ի զինված ուժերը շրջափակել են Իրանի նավահանգիստները, Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը դա վտանգավոր եւ անպատասխանատու է անվանել։ Իրանը իր նավթի 80%-ը վաճառում է Չինաստանին, Չինաստանը նաեւ նավթի ամենամեծ ներկրողն է աշխարհում։ Նրա կողմից ներմուծվող էներգակիրների կեսից ավելին անցնում է հենց Հորմուզի նեղուցով։ Չինաստանը չի ցանկանում ուղղակի ռազմական բախում ԱՄՆ-ի հետ, կարծում են փորձագետներից շատերը, բայց ըստ ԱՄՆ-ի հետախուզության Պեկինը կարող է Իրանին հակաօդային պաշտպանության զենքեր տրամադրել։ Չինաստանը այդ լուրերը կտրականապես հերքում է եւ պատրաստվում Թրամփի առաջիկա այցին։ Այժմ այն մասին, թե ինչ ենք պատմելու վայրկյաններ անց։ 764 ցանցի սարսափը FBI-ը զգուշացնում է, որ երեխաները վտանգի տակ են ԱՄՆ ողջ տարածքում։ Չինաստանն ու ԱՄՆ-ն կանգնած են ուղիղ բախման վտանգի առաջ։ Կրակոցներ հանգիստ թաղամասում Վեսթ Հոլիվուդը ցնցված է։ Կալիֆոռնիայում երկնքից ընկած հսկա սարսափեկորը տանիքն ավերել է ու հյուրասենյակ ընկել, ինչ կապ ունի դրա հետ ավիացիան։ Թողարկման երկրորդ հատվածում հաճելի անակնկալներ ունենք գուրմանների համար։ Բարև ձեզ, ես Լենա Կարապետյանն եմ, դուք միացել եք Glendale News-ին, մեզ աջակցելու համար պարզապես բաժանորդագրվեք մեր ալիքին, լայքեք տեսանյութը, իսկ հիմա անցնենք այսօրվա թեմաներին։ FBI-ը ահազանգում է ԱՄՆ-ում նոր վտանգի մասին, որը թիրախավորում է հատկապես երեխաներին։ 764 անունով հայտնի առցանց կազմակերպությունը երեխաներին հարկադրում է վտանգավոր գործողություններ կատարել, նրանք կիրառում են շանտաժ եւ սպառնալիքներ։ Խումբը գործում է երկրի ամբողջ տարածքում, Ատլանտայի ոստիկանությունը քննում է 5 դեպք։ Ջորջիա նահանգում առկա է 50 վստահելի ահազանգ։ Հանցավոր այս ցանցը գործում է նաև Թեքսասում եւ Ֆլորիդայում։ Հետաքննվող գործերի թիվը անցնում է 450-ից։ Հանցագործները երեխաների վստահությունը շահում են խաղային հարթակներում, նրանք օգտագործում են Discord-ը եւ Roblox-ը։ Երեխաներին ստիպում են ուղարկել անպարկեշտ լուսանկարներ, հետո նրանց շանտաժի են ենթարկում կամ սպառնում։ Զոհերին հարկադրում են ինքնավնասումներ կատարել, երբեմն նրանք ստիպում են փորագրել խորհրդանիշներ իրենց մաշկի վրա։ Իրավապահները այս ցանցի գործողությունները որակում են ներքին ահաբեկչություն։ FBI-ը ծնողներին կոչ է անում ուշադիր լինել երեխաների վարքագծին։ Մեկուսացումը կամ տրամադրության անկումը վտանգավոր ազդակներ են։ Իրավապահները խորհուրդ են տալիս անմիջապես հայտնել կասկածելի դեպքերի մասին, դիմելով FBI-ի ինտերնետային հանցագործությունների բողոքների կենտրոն։ Տեղական թեմաներին կվերադառնանք քիչ անց, միջ այդ մի քանի կարևոր թեմա միջազգային լրահոսից։ Վաշինգտոնն ու Թեհրանը պատրաստվում են նոր բանակցությունների, դրանք կարող են կայանալ արդեն այս շաբաթվա վերջին։ Կողմերը փորձում են դուրս գալ փակուղուց, անցած հանգստյան օրերին Պակիստանում կայացած հանդիպումը ձախողվեց։ Չնայած դրան Թրամփը լավատես է, նա հայտարարել է, որ շուտով նորություններ կլինեն։ Բանակցությունների սեղանին միջուկային հարցերն են, ԱՄՆ-ն պահանջում է դադարեցնել ուրանի հարստացումը, Իրանը համաձայն է ընդամենը 5 տարվա դադարի։ Խնդիր է նաև Հորմուզի նեղուցի վերահսկողության թեման։ ԱՄՆ-ի կողմից սկսված շրջափակումը Իրանը կոչում է ծովահենություն եւ սպառնում է պատասխան հարվածներով։ Զուգահեռ Վաշինգտոնում ընթանում է Իսրայել-Լիբանան բանակցությունները, որոնց մասնակցում է նաև ԱՄՆ պետքարտուղարը։ Դա տեղի է ունենում 1993 թվականից ի վեր առաջին անգամ։ Գլխավոր թեման վերաբերում է Հեզբոլահի զինաթափմանը։ Այս կազմակերպությունը փաստացի Լիբանանում երկրորդ իշխանությունն է համարվում եւ հանդիսանում է Իրանի ուղղակի ամենածանրակշիռ դաշնակիցը տարածաշրջանում։ Հորմուզը շրջափակելու առաջին օրը ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը կանգնեցրել են 6 նավ, իրանական նավահանգիստների ուղղությամբ ընթացող նավերը հետ են դարձել։ Կրակոցներ չեն հնչել։ Այս մասին հայտնում է ամերիկյան պաշտոնյան։ Նավերից 5-ը նավթ են տեղափոխել, 6-րդ նավի բեռը դեռ հայտնի չէ։
Ներկայումս տասնյակ ռազմանավեր հսկում են Օմանի ծոցը, գործի է դրվել 100-ից ավելի կործանիչներ։ ԱՄՆ-ն օգտագործում է նաև հետախուզական ինքնաթիռներ։ Ռադարային համակարգերը մշտապես հետևում են ծովային տարածքին։ Բանակը հրահանգում է նավերին լքել գոտին։ Հրահանգին չենթարկվողների նկատմամբ ամերիկյան զինվորականները սպառնում են ուժ կիրառել։ Իրավիճակը միջազգային ջրերում մնում է ծայրահեղ լարված։ Նավթի գները սկսել են նվազել, տնտեսագետները տագնապում են, ընդգծելով, որ դա ոչ թե լավ, այլ վատ նշան է։ Սկսել է գործել այսպես ասած պահանջարկի ոչնչացում երևույթը, նավթը դարձել է չափազանց թանկ։ Գնորդները ստիպված կրճատում են սպառումը, սա համընդհանուր տնտեսական անկում է։ Նման իրավիճակում նավթը իսկապես կարող է ոչ թե թանկանալ, այլ էժանանալ։ Ասիան եւ Եվրոպան արդեն կրճատում են ծախսերը, չեղարկվում են չվերթները, սահմանափակվում է վառելիքի օգտագործումը։ Տնտեսագետները կանխատեսում են վատթարացում, ճգնաժամը կարող է հասնել ամենուր։ Այն չի սահմանափակվում միայն նավթով։ ԱՄՆ-ի տնտեսությունը դեռ պահպանում է կայունություն, այն ունի տեղական նավթի հսկա պաշարներ ու որոշակի բուֆեր։ Սակայն անգամ նման պարագայում ԱՄՆ-ում վառելիքի գինը աճել է մոտ 30%-ով։ Դոմինոյի էֆեկտով այդ գնաճը սկսել է ներառել տնտեսության տարբեր ճյուղեր ևս նպաստելով մի շարք ապրանքների եւ ծառայությունների թանկացմանը։ ԱՄՆ կոնգրեսից արդեն պաշտոնապես հեռացան երկու ազդեցիկ օրենսդիրներ, երկուսն էլ աշխատակիցների նկատմամբ սեռական ոտնձգության մեղադրանքով։ Էրիկ Սվալվելը եւ Թոնի Գոնսալեսը նախընտրեցին հրաժարական տալ, խուսափելով պաշտոնակության քվեարկության սպառնալիքից։ Ի տարբերություն Սվալվելի, Գոնսալեսը ընդունել է իր ենթակայի հետ սիրավեպի փաստը։ Կոնգրեսականներից ևս մեկին մեղադրում են հափշտակությունների մեջ, նա հերքում է բոլոր մեղադրանքները։ Քորի Միլսը ևս հայտնվել է ստուգումների թիրախում։ Այս յուրատեսակ մաքրումը կոնգրեսում լարված իրավիճակ է ստեղծել, ավելի անկանխատեսելի դարձնելով առաջիկա ընտրությունների արդյունքները եւ դրանով իսկ Ամերիկայի ներքաղաքական իրավիճակն ընդհանրապես։ Իրեն թմրադեղ են տվել, բռնաբարել եւ փորձել խեղդամահանել։ Նախկին կոնգրեսական Էրիկ Սվալվելի հերթական զոհն է խոսել տարիների լռությունից հետո։ Նախկին մոդել Լոնա Դրուսը պնդում է, որ դեպքը տեղի է ունեցել 2018-ին Կալիֆոռնիայում։ Ըստ նրա, Սվալվելը իրեն հրավիրել է հյուրանոցի սենյակ եւ խմիչք հյուրասիրել, որի մեջ ըստ մեղադրողի թմրադեղ է եղել։ Լոս Անջելեսի շերիֆի բաժանմունքը սկսել է քննությունը։ Նախկին կոնգրեսականի փաստաբանը կտրականապես հերքում է մեղադրանքները, նա դրանք անվանել է քաղաքական պատվեր եւ հորինված սուտ։ Սվալվելը հրաժարական է տվել երեքշաբթի օրը։ Այժմ նա պատրաստվում է դատարանում պայքարել իր անմեղությունը ապացուցելու համար։ Սա միակ դեպքը չէ, որ կապված է նրա անվան հետ։ Նախկին աշխատակցուհին ևս մեղադրում էր նրան բռնության մեջ։ Կանայք հայտնում են նաեւ անպարկեշտ լուսանկարներ ուղարկելու մասին։ Լոս Անջելեսի շրջանի դատախազությունը ուսումնասիրում է բոլոր փաստերը, ընդհանուր առմամբ Սվալվելի դեմ բողոք է ներկայացրել արդեն 5 կին։ Կալիֆոռնիայում արտահերթ ընտրությունների օր է նշանակվել կոնգրեսի նոր անդամի համար։ Պատճառը Էրիկ Սվալվելի հրաժարականն է։ Ընտրությունները տեղի կունենան օգոստոսի 18-ին։ Սվալվելը հրաժարվել է նահանգապետի պաշտոնի մրցապայքարից։ Նահանգապետ ընտրվելու դեպքում նա ծրագրում էր կոնգրեսից հեռանալ դեկտեմբերին։ Այժմ նա հեռանում է ավելի շուտ։ Կալիֆոռնիան ծախսել է $250 միլիոն նախորդ ընտրությունների համար։ Կանխատեսվում է, որ նոր արտահերթ ընտրությունների կազմակերպման համար կծախսվի առնվազն նույնքան։ Արդյունքում ընտրված կոնգրեսականը կպաշտոնավարի ընդամենը 4 ամիս։ Օկլահոմայում դպրոցի տնօրենը փրկել է աշակերտներին սեփական կյանքը վտանգելով, հարձակման ժամանակ անգամ ոտքից վիրավորվելուց հետո նա չի նահանջել եւ վնասազերծել է զինված հանցագործին։ Տարածքի տեսակ խցիկների կողմից արձանագրված այս դրվագը լայն տարածում ու մեծ արձագանք է գտել սոցցանցերում։ Նախկին աշակերտը դպրոց է մտել երկու ատրճանակով, նա ցանկանում էր իրականացնել Քոլորադոյի դպրոցական հարձակման սցենարը, սակայն այդ ծրագիրը խափանել է դպրոցի տնօրենը։ Նա հանկարծակի հարձակվել է դպրոց մտած երիտասարդի վրա եւ հակառակ փաստին, որ արդեն վիրավորվել էր արձակված կրակոցից, տապալել նրան ու խլել զենքը։ Գազդուրվելուց հետո տնօրենը կվերադառնա իր աշխատանքին, հանցագործը այժմ գտնվում է կալանքի տակ $1 միլիոն գրավով։ Նրան մեղադրում են սպանության փորձ կատարելու մեջ։
Լոս Անջելեսի նախկին գինեկոլոգ Ջեյմս Հիփսը կրկին դատապարտվել է այս անգամ 11 տարվա ազատազրկմամբ։ Բժիշկը խոստովանել է 13 սեռական հանցագործություններ 5 կնոջ նկատմամբ։ Նախկինում նրա դեմ կայացված վճիռը չեղարկվել էր։ Այժմ նա պետք է գրանցվի որպես սեռական հանցագործ։ Հիփսը այլևս չի կարող զբաղվել բժշկությամբ։ Հիփսը աշխատել է Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի բժշկական կենտրոնում, նա եղել է ուռուցքաբան եւ ունեցել է լավ համբավ, սակայն նա օգտագործել է իր դիրքը հանցանքների համար, համալսարանը տուժածներին վճարել է հսկայական փոխհատուցում, Հիփսը իր մեղքը չի ընդունել։ Օրինջի նախկին ոստիկաններից մեկը մեղավոր է ճանաչվել, նա օգտագործել է ծառայողական տվյալների բազաները իր սիրուհուն եւ այլ մարդկանց հետևելու համար։ 35-ամյա ոստիկանը այդ գործողությունները կատարել է 2023 թվականից սկսած։ Նախկին ոստիկանը հարյուրավոր անգամներ հետապնդել է կնոջը։ Նա խախտել է պաշտպանական հրամանը, մոտենալով սիրուհու տանը։ Նախկին ոստիկանը դատապարտվել է 3 տարվա պայմանական ազատազրկման, նա պետք է անցնի բռնության կանխարգելման 52 շաբաթյա ծրագիր։ Նրա ոստիկանական հավաստագրի վավերականությունը դեռ վերանայվում է համապատասխան կառույցի կողմից։ Այժմ եկեք տեղափոխվենք մեր Facebook-յան էջ, որտեղ ունենք հրապարակումներ, որոնք վստահ եմ կհետաքրքրեն ձեզ։ Վեսթ Հոլիվուդում օրը վերածվել է սարսափի, անհայտ տանձը կրակ է բացել անցորդի ուղղությամբ, տուժածը տեղափոխվել է մոտակա հիվանդանոց, նրա վիճակը գնահատվում է կայուն։ Ոստիկանությունը շրջափակել է ամբողջ տարածքը, ըստ չհաստատված լուրերի, տուժածը քայլում էր կնոջ եւ երեխայի հետ, հարձակվողի մասին տեղեկություններ դեռ չկան։ Այս տարածքում մեկ այլ կրակոց գրանցվել էր օրեր առաջ, ապրիլի 9-ին անձը կրակ էր բացել Վիստա փողոցում։ Այդ դեպքի հարձակվողը դեռ ազատության մեջ է։ Ոստիկանները փորձում են պարզել կապը երկու դեպքերի միջև։ Կալիֆոռնիայի Ուիթիեր քաղաքում երկնքից ընկած հսկայական սառցաբեկորը փշրել է տանտանիքը։ Սառույցը կոտրել է ծածկը եւ հայտնվել հյուրասենյակում, բնակիչը հրաշքով է փրկվել մահից։ Նա այդ պահին քնած էր ննջասենյակում։ Տանտերը նաեւ պայթյունի նմանվող հզոր ձայներ էր լսել, իսկ սառույցի կտորներից տհաճ հոտ էր գալիս։ Սառույցներով ռմբակոծված տանտերերը ստուգել են այդ պահին իրենց բնակավայրի վրայով անցնող օդանավերի իջված պարզվել է, որ մեկ ինքնաթիռ իսկապես այդ տարածքով անցել է հենց այդ ժամին։ Տանտիրուհին օգնություն է խնդրել շրջանի ղեկավարից, վերջինս էլ դաշնային ավիացիոն վարչություն է դիմել հետաքննություն սկսելու պահանջով։ Արդյոք նիհարելու նոր դեղահաբը անվտանգ է, ԱՄՆ սննդի եւ դեղերի վարչությունում լուրջ կասկածներ ունեն։ Արտադրողից պահանջում են լրացուցիչ տվյալներ դեղամիջոցի անվտանգության մասին։ Այդ հաբը հավանություն է ստացել արագացված կարգով։ Փորձագետները մտահոգված են դրա կողմնակի ազդեցություններով։ Խոսքը վերաբերում է սրտի եւ լյարդի հետ կապված ռիսկերին։ Դեղը կարող է ստամոքսի, վահանաձև գեղձի աշխատանքի հետ կապված խնդիրներ առաջացնել։ Առանձին ստուգվելու է, թե նիհարեցնող նոր դեղը ինչ ազդեցություն է ունենում հղիների վրա եւ ծնվելուց հետո ինչ խնդիրներ են ունենում նրանց երեխաները։ Դեղամիջոցը նոր բաղադրիչ ունի, որը մինչև այժմ քիչ է կիրառվել բժշկության մեջ։ Օրվա լրահոսից այսքանն էինք առանձնացրել, թողարկումը կշարունակի իմ գործընկեր Մանու Հարությունյանը։ Համեղ, հաճելի, անմոռանալի։ Այս 3 բառը լավագույնս է բնութագրում Մանուի այսօրվա առաջարկը։ Մանրամասները առաջիկա րոպեներին։ Բարև ձեզ, համեղ, հաճելի, բարձրակարգ։ Ռեստորան այցելելիս սա նվազագույնն է, որ ակնկալում ենք։ Կալիֆոռնիայում բազմաթիվ ռեստորաններ առաջարկում են ավելին, նրանք վաղուց արդեն լեգենդների են վերածվել իրենց ուրույն պատմությամբ, ճաշացանկով եւ մթնոլորտով։ Պատրաստվեք իսկական գաստրոնոմիկ ճամփորդության, որտեղ ամեն մի կտոր արվեստի գործ է, որտեղ համեղ սնունդը ոչ թե միակ առաջարկն է, այլ միայն մեկ բաղադրիչը։ Յանտվիլում գտնվող The French Laundry-ն հայտնի է իր անթերի սպասարկմամբ եւ ֆրանսիական բարձրակարգ խոհանոցով։ Այստեղ հարկ է փորձել հայտնի oysters and pears ուտեստը։ Մեկ այցելության արժեքը սկսվում է $350 առանց գինու։ Սա յուրահատուկ վայր է նրանց համար, ովքեր գնահատում են բարձր կարգի ճաշկերույթն ու նրբագեղությունը։
Մեր հաջորդ կանգառը Լոս Անջելեսի սրտում է։ Այստեղ խոհարարական ավանդույթները միախառնվում են ժամանակակից գաղափարների հետ, ստեղծելով անկրկնելի համային համադրություններ։ Կալիֆոռնիան վաղուց ապացուցել է, որ ունի աշխարհի լավագույն ռեստորանային մշակույթներից մեկը, եւ մեր այցելության հաջորդ վայրում դրանում կհամոզվեք ինքներդ։ Վոլֆգանգ Փակի հանրահայտ սփագոն Բևերլի Հիլզի խորհրդանիշն է։ Այն հայտնի է իր ապխտած սալմոնով, պիցցայով եւ հոլիվուդյան աստղային մթնոլորտով։ Ընթրիքի միջին արժեքը կազմում է $150-ից $200։ Ռեստորանը հայտնի է իր կալիֆոռնիական ոգով։ Այստեղ տեղական թարմ մթերքները ստանում են եվրոպական շունչ, յուրաքանչյուր հաճախորդին տալով իրենց բացառիկ զգալու հնարավորություն։ Զարմանալի է, թե ինչպես են այս ռեստորանները կարողանում տարիներ շարունակ պահպանել իրենց բարձր նշաձողը։ Նրանք ոչ միայն կերակրում են, այլև ոգեշնչում են իրենց հաճախորդներին։ Յուրաքանչյուր մանրուք, մատուցումից մինչև ինտերիեր խոսում է որակի մասին։ Berkeley Shape Nizը հայտնի է Farm to Table փիլիսոփայությամբ, որը ներմուծել է Alice Waters-ը։ Թարմությունը առաջին հորիզոնականում է, այստեղ արժե պատվիրել սեզոնային բանջարեղենով եւ թարմ ձկով պատրաստված ուտեստներ։ Մեկ անձի համար միջին արժեքը տատանվում է $120-ից $180 սահմաններում։ Այս վայրը իրական դրախտ է նրանց համար, ովքեր նախընտրում են պարզ, բայց որակյալ եւ էկոլոգիապես մաքուր սնունդ։ Մեր ճամփորդությունը շարունակվում է դեպի Սան Ֆրանցիսկո, որտեղ ծովամթերքի սիրահարները կգտնեն իրենց սիրելի ուտեստները։ Այս քաղաքը հայտնի է ոչ միայն իր կամուրջներով, այլև խոհարարական նորարարություններով։ Սան Ֆրանցիսկոյի Queens ռեստորանն առաջարկում է իտալական եւ կալիֆոռնիական խոհանոցների սինթեզ, հատկապես հայտնի են նրանց տնական մակարոնեղենը եւ տրյուֆելային ուտեստները։ Ընթրիքը կարժենա մոտ $300։ Ռեստորանի ներքին հարդարանքը եւ մթնոլորտը հաղորդում են հարմարավետություն, որը կատարյալ է ռոմանտիկ երեկոների համար, իսկ յուրաքանչյուր ափսե պատրաստված է բացառիկ ուշադրությամբ, ապահովելով տպավորիչ փորձառություն։ Մենք հասանք մեր ցանկի վերջին, բայց ոչ պակաս գրավիչ ռեստորանին։ Այն գտնվում է Կալիֆոռնիայի հարավային մասում եւ հայտնի է իր ծովային տեսարաններով ու համային նրբերանգներով։ Մալիբուի Նոբուն ոչ միայն հայտնի է իր անվամբ, այլև օվկիանոսի հիասքանչ տեսարանով։ Այստեղ հարկ է անպայման համտեսել նրանց յուրատեսակ Black Cod Mison։ Մեկ այցելությունը կարժենա մոտ $200-ից $250։ Սա այն վայրն է, որտեղ ճապոնական ավանդական խոհանոցը հանդիպում է կալիֆոռնիական հանգստին, իսկ հաճախորդները կարող են վայելել բարձրակարգ սուշի անմիջապես ալիքների ձայնի ներքո։ Մեր այսօրվա շրջագայությունը Կալիֆոռնիայի ամենահայտնի ռեստորաններով մոտեցավ ավարտին։ Այս վայրերից յուրաքանչյուրում ոչ միայն կերակուր են մատուցում, այլև յուրօրինակ մշակութային փորձառություն նվիրում էսթետիկ հաճույք, որը երկար կմնա ձեր հիշողության մեջ։ Այնպես որ եթե որոշել եք ձեր ու հարազատների առաջիկա հանգստյան օրերը հիշարժան դարձնել, մի մոռացեք նաև այս ցանկի մասին։ Փորձեք ինքներդ ու այս տեսանյութի մեկնաբանություններում թողեք ձեր կարծիքներն ու խորհուրդները։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը, եթե դեռ չեք հասցրել դիտել մեր նախորդ թողարկումը, ապա կարող եք անցնել հենց այս հղումով, իսկ մենք կսպասենք ձեր լայքերին եւ մեկնաբանություններին։ Կհանդիպենք վաղը ժամը 5-ին։ Հաջողություն։